Հայաստանն ու Ադրբեջանը լավ իմաստով բավական հեռու են գնացել հարաբերությունների կարգավորման գործում։ Նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ չի ցանկանում, որ Մոսկվայում ընկալում լինի, թե Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլեր է անում։ Եվ նույն ժամանակ Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։ Անդրադառնալով Հապկին, Սիմոնյանը նշել է, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռ չի ստացել։ Մեզ նաև անհանգստացնում է այն հռետորաբանությունը, որը մենք հաճախ լսում ենք հանրային դաշտում։ Դա անհանգստացնում է նաև Հայաստանի հարությանը, նշել է Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ հասարակությունը շատ բացասաբար է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին, քանի որ Մոսկվան դաշնակից է եւ կարեւոր է Հայաստանի համար։ Խոսելով ԵԱՏՄ-ից ազգային ժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը չպետք է դուրս գա միությունից, փոխարենը կարելի է գտնել լուծում, որից կշահեն երկու կողմն էլ։ Հայաստանի ազգային ժողովի շենքի դիմաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ցույց էր կազմակերպել ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների եւ Բաքվի բանտերում բանտարկված մեր հայրենակիցների։ Այդ ժամին ազգային ժողովում տեղի էր ունենում նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցն ու հանդիպումները։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դիմելով միջազգային կառույցներին ասել է՝ խուլեք, կույրեք, համրեք, թեև խոսքը գնում է ձեր տարածած արժեքների մասին։ Այսօր ամոթի օր է։ Ամոթի օր է ամեն օր, երբ մենք ունենք քաղբանտարկյալներ։ Ամոթ է ողջ ժողովրդին, ով հանդուրժում է այս պայծառ իր զավակների բանտարկությունը, այդ նույն ժողովրդի ապագայի, հավատամքի եւ արժանապատվության համար։ Մենք, այո, ամոթանք պետք է տանք նաեւ եվրոպական կառույցներին, բայց եկեք անկեղծ խոստովանենք, որ առաջին ամոթի կրողը հենց մենք ենք։ Հայ ժողովուրդը, որն այսօր դեռևս չի հաջողել ոչ միայն փոխել այս խայտառակ իշխանություններին, այլ նաև բանտերից ազատել իր լավագույն զավակներին։ Հայաստանի ազգային ժողովի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել բանտարկյալների մասին ընդդիմության հայտարարության նախագծին։ Փետրվարի 5-ին ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է խորհրդարանական ընդդիմության պատրաստած Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հայտարարության նախագիծը ներկայացրել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Էլինար Վարդանյանը։ Հայտարարության նախագծում մասնավորապես նշվում է, որ այսօր Հայաստանում կա ավելի քան 60 քաղբանտարկյալ, նրանք ինչպես կարծում են ընդդիմությունում, ենթարկվել են քրեական հետապնդման այս կամ այն քաղաքական դրդապատճառներով։ Ընդ որում շուրջ 40 մարդ գտնվում է կամ կալանքի տակ, կամ տնային կալանքի մեջ։ Падգամավորի խոսքով Հայաստանում նկատվում է ժողովրդավարական հետընթաց եւ քաղբանտարկյալների աննախադեպ թիվը դրա վառապացույցն է։ Իր հերթին մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանը համաձայն չէր այս արդարացումների եւ պնդումների հետ, դրանք անվանելով անհիմն։ Արդյունքում մշտական խորհրդարանական հանձնաժողովը բացասական արձագանք է հայտնել ընդդիմության հայտարարության նախագծի վերաբերյալ։ Եվրոպական միությունը մշտապես Հայաստանին կանգնեցնում է ընտրության առաջ։ Ռուսաստանի հետ լինելու կամ Եվրամիության հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ինչ վերաբերում է Եվրամիության մեր գործընկերներին, նրանք մշտապես Հայաստանին կանգնեցնում են ընտրության առաջ, կամ մեզ հետ, կամ նրանց, ասել է Լավրովը։ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի մինչև կողմերից մեկը հասնի կրիտիկական կետի եւ պատրաստ լինի զիջել։ Այս մասին հայտնել է լրագրող Պետր Զաուերը։ Մինչև կողմերից մեկը չհասնի կրիտիկական կետի եւ ստիպված չլինի զիջել, հակամարտությունը հավանաբար կշարունակվի, ասել է նա։ Վերջինիս խոսքով երկու կողմերը այժմ էականորեն համաձայն չեն տարածքային հարցի շուրջ։ Սակայն նույնիսկ եթե այս հարցում համաձայնության հասնեն, խաղաղության ճանապարհին այլ խոչընդոտներ կմնան։ Օրինակ Մոսկվան եւ Կիևը համաձայն չեն Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման կամ Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակման հարցում։ Հետևաբար խաղաղության ճանապարհը ներկայումս մնում է դժվար, ընդգծել է լրագրողը։ Չնայած իրենց դիրքորոշումների զգալի տարբերություններին, երկու կողմերն էլ հաճախ զգուշավոր խաղ են խաղում Թրամփի առջև, ձգտելով բաց թվալ խաղաղության համար։ Նրանք փորձում են չզայրացնել ԱՄՆ նախագահին, միաժամանակ մեղքը մեկը մյուսի վրա բարթելով, եզրափակել է Զաուերը։
Եվրոպան մի քանի փորձ է արել միանալու Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի բանակցություններին, հաղորդում է արտասահմանյան աղբյուրը։ Եվրոպան փորձում է միանալ բանակցություններին, մի քանի փորձ անելով, նշել է աղբյուրը։ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև միջուկային պատերազմի հավանականությունը զգալիորեն աճել է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ռազմական վերլուծաբան եւ նախկին ամերիկացի հետախույզ Սքոթ Ռիթերը։ Նրա խոսքով Նյուսթարթի դադարեցումը մեծացրել է ոչ միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, այլ նաեւ Չինաստանի հետ միջուկային բախման ռիսկերը։ Նրա գնահատման պայմանագրի ավարտը կարող է ունենալ լուրջ եւ երկարաժամկետ հետևանքներ գլոբալ անվտանգության համար, թույլատնելով ռազմավարական զսպման գործող մեխանիզմները։ Ռուսաստանը նախատեսում է, որ Ուկրաինայի շուրջ հնարավոր լայնածավալ համաձայնագրի առանցքային պայմաններից մեկը լինի Դոնբասը որպես Ռուսաստանի մաս ճանաչելը բոլոր երկրների կողմից։ Աղբյուրի փոխանցման Մոսկվայի համար Դոնբասի միջազգային ճանաչումը ունի սկզբունքային նշանակություն եւ դիտարկվում է որպես ապագա պայմանագրի կարևոր բաղադրիչ։ Նշվում է, որ ռուսական կողմը այդ հարցը դիտում է ոչ թե որպես երկրորդական, այլ հիմնարար պահանջ։ Ուկրաինացիները շուտով կարող են ապստամբել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ արևմտյան երկրների դեմ։ Նման կարծիք է հայտնել Mega Upload եւ Mega ֆայլերի փոխանակման կայքերի հիմնադիր Կիմ Շմիցը։ Ուկրաինացիները կարող են ապստամբել Զելենսկու եւ արևմուտքի դեմ, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրամիությունը։ Երիտասարդ սերունդը զոհաբերել է իր կյանքը դատարկ խոստումների եւ ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների ռազմաարդյունաբերական համալիրի համար, նշել է նա։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ արևմտյան երկրները Ուկրաինայի վրա են նետել հարյուրավոր միլիարդների արժողությամբ հնացած զենքի ամբողջական պահեստներ։ Բրյուսելը անընդհատ գրաքննում եւ արգելում է ռուսական լրատվամիջոցները, ուստի Եվրոպան անտեղյակ է ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ռուսական լրատվամիջոցներին թույլ չի տրվում տարածել իրենց տեղեկատվությունը Եվրամիությունում, բայց ուկրաինական լրատվամիջոցներին թույլ է տրվում։ Հետևաբար մենք չենք կարող իմանալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ, նշել է Հունգարիայի վարչապետը։ Օրբանը հավելել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ի վերջո կհաստատվի հրադադար, սակայն ընդգծել է, որ դա չի հանգեցնի լիարժեք խաղաղության, եթե եվրոպական զորքերին թույլատրվի մնալ Ուկրաինայի տարածքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ունի մտահոգություններ սեփական անվտանգության վերաբերյալ, սակայն փորձում է չկենտրոնանալ նման մտքերի վրա։ Ես մտահոգվում եմ այդ մասին, բայց անհրաժեշտ է դուրս հանել գլխից, հակառակ դեպքում անհնար կլինի կատարել իմ աշխատանքը, ասել է ամերիկյան առաջնորդը NBC News-ին տված հարցազրույցում։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ով զբաղվում է ներդրումային եւ տնտեսական համագործակցության հարցերով արտասահմանյան երկրների հետ, կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում նկատելի է առաջընթաց եւ գործընթացն ընթանում է լավ եւ դրական ուղղությամբ։ Մենք տեսնում ենք, որ անկասկած կա առաջընթաց եւ ընթանում է լավ դրական շարժում առաջ, լրագրողներին ասել է Դմիտրիևը։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի մասնակցությամբ Աբու Դաբիում անցկացվող բանակցությունների երկրորդ օրը սկսվելու մասին։ Ուկրաինայի հարցով Եռակոմ խմբի շրջանակներում բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել չորեքշաբթի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում, որտեղ մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներ։ Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների երկրորդ օրը, ասվում է Ումերովի հրապարակած հաղորդագրությունում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի միջոցով Եվրոպան վերադարձնել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին։ Նման տեսակետ է հայտնել InfoBrics-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվաստացրել է Եվրոպային, ինչն աղավաղել է երկար պատմական դաշինքը։ Հիմա Մակրոնը ցանկանում է միջազգային հարթակում ներկայանալ որպես Եվրոպայի առաջնորդ, հանդես գալով անկախ երկխոսության նախաձեռնությամբ, ինչպես եվրոպական քաղաքական գործիչների մեծամասնության դեպքում նրա իրական մտադրությունը հակամարտության հետ կապված ռազմական գործողությունների անվերջ շարունակությունն է, նշվում է հրապարակման մեջ։
Բաքվի դատարանում հրապարակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավճիռը։ 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվել։ Այսպիսով ցմահազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին Բաքուն դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Բաքվի շինծու դատարանը 15-ից 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադադ Բաբայանին, Մելիքսեթ Փաշայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Դավիթ Ալավերդյանին, Լևոն Բալայանին, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազարյանին։ Ադրբեջանի օրենսդրության համաձայն, եթե դատարանի կողմից վերջնական որոշում կայացնելու պահին մեղադրյալի 65-ամյակը լրացել է, նա չի կարող դատապարտվել ցմահազատազրկման։ Դատական նիստը տեղի է ունեցել Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղայևի նախագահությամբ։ Այս շինծու գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի։ Դատախազները հենց նման դատավճիռ պահանջել էին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է տարածված տեսանյութին, որտեղ ոստիկանը բռնության է ենթարկում քաղաքացուն, ենթադրյալ հանցագործի հարազատին։ Բնականաբար դեպքը որպես այդպեսին մտահոգում է եւ նման ցանկացած դեպք է ինձ մտահոգում, անմիջապես տեսանյութի տարածումից հետո էլ ես եմ հանձնարարել աշխատակազմին անմիջապես ենք մենք ինքներս դիմել քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով իրավասու պետական մարմիններին։ Այս փուլում չեմ կարող ասել, որ հստակ վերջնական պաշտոնական տեղեկատվություն է ինքս ունեմ, բայց գործով միանշանակ մենք էլ ենք հետևողական լինելու։ Պարզապես կխնդրեմ նաև վարույթի արդեն իսկ նախաձեռնված լինել չլինելու հետ կապված իրավասու մարմիններից էլ տեղեկատվություն ստանալ, միգուցե այս պահին նաև զարգացումներ լինեն։ Ամենամեծ խնդիրներից մեկը ընդհանրապես բռնության ու վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված ոչ այնքան վարույթի նախաձեռնման այդ ժամկետների հետ կապված խնդիրներն են, ոնց որ հենց գործերի քննության առումով, որովհետև գործերի քննության առումով միշտ ինքս նշել եմ, որ կարծես թե չափանիշային խախտումներ են մշտապես լինում այն տեսանկյունից, որ գործերից շատերով անհապաղ չի իրականացվում քննությունը եւ բնականաբար ապացույցների եւ այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ առաջանում են։ Հետևաբար այս առումով ես ինքս շատ կարևորում եմ, որպեսզի իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն։ Երևանում Ռոսիա տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Պատճառն այն է, որ տոնավաճառն ուզում են փակել։ Տոնավաճառի աշխատակիցներն ասում էին, որ տոնավաճառը պատկանում է իշխանամետ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, նրանք ուզում են այն դարձնել ֆուդ-կորտ, զվարճանքի կենտրոն։ Տաղավարները վարձակալող տասնյակ վաճառողները մտահոգված են, որ իրենք կմնան առանց եկամտի։ Նրանց ասել են, որ տարածքը վերանորոգվելու է, իսկ իրենք կարող են տեղափոխվել Երևան տոնավաճառ, սակայն աշխատակիցները դեմ են։ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը կոչ է արել ԱՄՆ պաշտոնյաներին չբնութագրել Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները, որպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համանման։ Այս մասին հաղորդում է Եվրոպական Պոլիտիկո հրատարակությունը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի հեռագրին։ Վալտոնեն կարծում է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ համեմատելը կարող է խաթարել դաշինքի հիմքում ընկած փոխադարձ պաշտպանության սկզբունքը։ Նա զգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինային տված ցանկացած երկկողմանի խոստման միջև շփոթության։ Հեռագրում նաև մեջբերվում է նրա խոսքերը, որ անհրաժեշտ է ստեղծել պաշտպանիչ պատնեշ ՆԱՏՕ եւ Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների միջև, հայտնում է պարբերականը։ Արևմուտքը մտահոգված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախազգուշացումներով կամավորների կոալիցիայից Ուկրաինա զորքեր ուղարկելու հետևանքների մասին։ Նման տեսակետ է հայտնել բրիտանական Daily Express պարբերականը։ Ռուսաստանը սարսափելի սպառնալիք է հնչեցրել հարված հասցնելու մասին, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, նշվում է հոդվածում։ Փետրվարի 4-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ կամավորների կոալիցիայի զորքերի տեղակայումը Ուկրաինայում կտրականապես անընդունելի է եւ որ Ռուսաստանի Դաշնությունը նրանց կհամարի օրինական ռազմական թիրախ։
ամերիկյան վարչակազմը խնդրել է Իսրայելին խուսափել Իրանի նկատմամբ միակողմանի ռազմական գործողություններից, մինչ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Թեհրանի հետ։ Այս մասին հաղորդել է Ynet պորտալը։ Ըստ տվյալների, ամերիկացիները Իսրայելին փոխանցել են խնդրանքը սպասել եւ չձեռնարկել անխոհեմ քայլեր, օրինակ կանխարգելիչ հարված։ Պորտալը նշել է, որ երկու երկրների միջև համակարգումը շատ սերտ է, գրեթե աննախադեպ։ Իսրայելական սպաների ԱՄՆ այցերի եւ ամերիկացի սպաների Իսրայել այցերի քանակը պարզապես անհավանական է։ Համակարգման մակարդակը աննախադեպ բարձր է, հայտնել է զրուցակիցը։ Ուկրաինայում պատերազմի ընթացքում Ռուսաստանը պաշտպանում է իր սեփական քաղաքացիներին իր պատմական տարածքում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Քաղաքական գործիչը որոշել է վերահաստատել պատերազմի նպատակը Ուկրաինայում, Վենեսուելայում ԱՄՆ-ի գլխավորած ռազմական գործողություններից հետո, որի արդյունքում գերի ընկավ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն արդարացնում է իր գործողությունները, հղում անելով Ռուսաստանի կողմից հատուկ գործողություն անցկացնելու որոշմանը։ Նա ընդգծել է, որ դա չի աշխատում։ Վերջինս հայտնել է, պատերազմի ընթացքում մեր երկիրը պաշտպանում է իր սեփական քաղաքացիներին, իր հայրենակիցներին իր պատմական տարածքում, հարևան պետության ճնշումներից, որի կառավարությունը ունի խիստ կասկածելի լեգիտիմություն։ Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը, ժամը 10:00-ի սահմաններում Մասկատում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար, նշել է նախարարը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X-ում արձագանքել է ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետի ավարտին, տեղադրելով նկար Գահերի խաղը սերիալից։ Նա տեղադրել է գիշերվա արքայի նկարը եւ ձմեռը մոտ է արտահայտությունը։ Ահա եւ վերջ, 1972 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը, նախկին ԽՍՀՄ եւ Միացյալ Նահանգները համաձայնություն չունեն ռազմավարական միջուկային ուժերի սահմանափակման վերաբերյալ։ Գրառում է կատարել Պաշտոնյան։ Զելենսկին չի ուզում խաղաղություն Ուկրաինայում, դա կնշանակեր նրա կարիերայի ավարտ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Խիղճը եւ Զելենսկին լավ չեն համադրվում։ Նա միայն իր գոյատևման մասին է մտածում։ Եթե ուկրաինացիները Աբու Դաբի են ժամանել Ռադայում Ռյուտեի կողմից հնչեցված անվտանգության գաղափարներով, դա եւս մեկ անգամ ցույց կտա, որ Զելենսկին խաղաղություն չի ուզում, հայտնել է նախարարը։ Վերջինս հավելել է, որ չգիտի, թե ինչ կառաջարկվի ռուսական պատվիրակությանը Աբու Դաբիում։ Թեհրանը շարունակում է բանակցել Վաշինգտոնի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանք մեզ հետ բանակցում են, հայտնել է նախագահը։ Իրանի միջուկային ծրագրին վերադառնալու եւ նոր օբյեկտներ բացելու փորձերը կհանգեցնեն Միացյալ Նահանգների կողմից շատ վատ բաների, զգուշացրել է ԱՄՆ նախագահը։ Նա նաեւ նշել է, որ Իրանի հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեին պետք է շատ մտահոգված լինի։ Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել ուկրաինական զորքերի դիրքերին Դոնբասում Ուկրաինայի վերջին պաշտպանական գծի տարածքում գտնվող Կրամատորսկ քաղաքում։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչության տվյալներով հարվածների տակ են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի մեխանիզացված մոտոհետևակային եւ լեռնահարձակողական բրիգադների դիրքերը։ Հայտարարվում է, որ նշված գոտում ուկրաինական կողմը ունեցել է մինչև 165 զոհված եւ ոչ մարտունակ զինծառայող։ Ռազմական փորձագետների գնահատմամբ Կրամատորսկը հանդիսանում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Դոնբասի հատվածի վարչական կենտրոնը եւ տարիների ընթացքում վերածվել է ամրացված հենակետի։ Երկու ռուսական տիեզերական արբանյակներ հաջողությամբ որսացել են Եվրոպայի վրայով հաղորդագրությունները, այդպիսով հասանելիություն ստանալով գաղտնի տեղեկատվությանը, հաղորդում է Financial Times-ը, հողում անելով աղբյուրներին։ Հաղորդագրությունում նշվում է, որ երկու ռուսական տիեզերանավերը որսացել են մայրցամաքի վրայով անցնող առնվազն 1 տասնյակ կարևոր արբանյակների հաղորդակցությունները։ Անանուն պաշտոնյաների խոսքով որսումները ոչ միայն վտանգում են արբանյակների կողմից փոխանցվող զգայուն տեղեկատվությունը, այլև կարող են թույլ տալ Մոսկվային մանիպուլյացիայի ենթարկել նրանց հետագծերը կամ նույնիսկ հանգեցնել դրանց բախմանը։
Զայդ մրցանակապաշխության ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել, որտեղ ասել է. «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, հետևաբար չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետեւ կան մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ սքածող ընտանիքներ հետևում են այստեղ տեղի ունեցողին, նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թե թևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են, սպանությունների շարունակությունը ոչ թե թևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է, նշել է Փաշինյանը։ Ալիևին շնորհակալություն հայտնելը արժանապատվության լուրջ կորուստ է։ Եվրամեդիա 24-ի տաղավարում նման գնահատական է տվել Հայ-ԱՔՎ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեանի կողմից Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելուն։ Զոհված ինձ ծնողները նույնիսկ ցույց էին կազմակերպել նախագահական ադմինիստրացիայի դիմաց, որովհետև ինչ-որ մի հատ սահման կա, երբ որ դու անցնում ես դիվանագիտության, այսպես խելամիտ սահմանը, հա, եւ ունես արժանապատվության կորուստ, դրա հետ կապված Չերչիլը մի անգամ ասել է նաեւ, որ եթե դու ընտրում ես արժանապատվության եւ պատերազմի միջև, արդյունքում ստանում ես եւ արժանապատվությունը դες կորցնում եւ խաղաղությունը։ Չի կարելի անընդհատ դիմացի կողմին սեփական թուլությունը ցույց տալ։ Ի վերջո նույնիսկ խաղաղեցումը, նույնիսկ հաշտությունը եւ այլն պետք է արժանապատիվ պայմաններով տեղ ունենա, դա ակնհայտ է։ Դա ակնհայտ է, ըստի վճռականորեն դատապարտում եմ այդ ինչ որ տեղի ունենում եւ չեմ համարում, որ դա ունի ռացիոնալ բացատրություն։ Չունի ռացիոնալ բացատրություն, դա այսպես կոչված Ստոկգոլմյան սինդրոմ է։ Ավելի վատ Երևանյան։ Դա Ստոկգոլմյան միջազգային ոնց որ անվանումն է, հա, երբ որ զոհը անընդհատ դահաճին փորձում է գցնել եւ Արամ Ավեհափառը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսին Բաքվում ապօրինաբար գերեվարված հայերի ազատ արձակման համար։ Նամակի մեջ Վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ միջազգային օրենքը հստակորեն շեշտում է թե ռազմագերիների ազատ արձակումը եւ թե հոգեվոր մշակութային կոթողների պաշտպանության կարեւորությունը։ Թուրքերին տեսնում հալվում են, թողնես ձեռքները կպաչեն։ Այս բացին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ Բարձր որ միջանց տալով մենք նպաստել ենք թուրանական աշխարհի ձևավորմանը։ Եվ հիմա ողորմություն ենք խնդրում, ասում եք չմոռանաք, չէ, որ մենք ենք միջանց կտվել, մեզի հանգարց չոչնչացնեք։ Կամ էդի պահված կա մոտենալ բանին 3 հատ թուղթ ստորագրել Ալիևը, որ գերիներին պիտի բաց թողի։ Էդի պահված կա հանրապետության ղեկավարների համար, լինի նախագահան, լինի վարչապետը, որ մոտենում են քծնելով բարևում են ու շնորհակալություն հայտնում։ Ո՞ր են մեր գերիները։ Ստորագրելա չէ։ Գուցե միջև ընտրություններ էլի վերադառնան էլի։ Հա կարող է քայլանի ընտրություններ, որ ընտրություններից հետո մեկը անկլավով, մանկլավով ամեն ինչ խլելու է։ Հարց տվեք, կանչեք, հնարավոր է կանչեք Փաշինյանին չի գա։ Այդ ինքն էլ չէ, ինքն ու Ալեն Սիմոնյանը, Արամ Զավենի Սարգսյանը չէին բլբլում, ասում էին կյանքում Հայաստանի տարածքով ելելով նոյեմբերի 9-ի փաստաթղթից Հայաստանի տարածքով միջանցք չի լինի։ Այսինքն դուք միջանցքին դեմ չէիք, տղաներ, դուք դեմ եք ռուսներին։ Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ քրեական դատարանում քննվել է նախագահող դատավոր Էդգար Մանասյանի բացարկի միջնորդությունը։ Պաշտպաններից Արա Զոհրաբյանը նշել է, որ բացարկի պատճառը գործող դատախազ Վահան Հարությունյանի հետ դատավորի ունեցած ընկերական կապն է։ Արա Զոհրաբյանը հավելել է, որ պաշտպանական կողմը վերապահում ունի նաև գործող մյուս դատավոր Վաչե Մարգարյանի հետ կապված, սակայն նրա նկատմամբ բացարկի միջնորդություն չեն ներկայացնում, քանի որ եթե նախագահողի բացարկի միջնորդությունը հաստատվի, դատավորների ամբողջ կազմը պետք է փոխվի։ Դատարանը մերժել է միջնորդությունը Այսպիսով Միքայել Սրբազանի վերաքննիչ քրեական բողոքը կքննեն դատավորներ Վաչե Մարգարյանը, Նարինե Հովակիմյանը եւ նախագահող Էդգար Մանասյանը։ Միքայել Սրբազանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին ժամը 15:00-ին։ Դատական նիստին փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ տեղեկացրել է, որ Միքայել Սրբազանը կրկին վիրահատության կենթարկվի, երկրորդ վիրահատությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 10-ին։
Աբու Դաբիում աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդել Սալամի հետ։ Այս մասին տեղեկանում են կառավարությունից։ Մուհամմադ Աբդել Սալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու եւ այսօր կայանալիք Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, կարևորելով նրա ներկայությունը միջոցառմանը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի մրցանակին արժանանալու փաստը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաեւ կնպաստի տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման ուղղությամբ հետեւողական առաջընթացին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ բարձր գնահատանքի համար, ընդգծելով խաղաղության եւ փոխադարձ վստահության վրա հիմնված նախաձեռնությունների կարեւորությունը։ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլյանը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին։ Թուրքիա-Հայաստան սահմանային անցակետի երրորդ երկրների քաղաքացիների համար բացումը սպասվում է մարտ ամսին։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի կայունացումը մեծապես կախված է այն քայլերից, որոնք առաջիկայում կձեռնարկի Թուրքիան, ասել է Փայլյանը։ Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել, կատարվել են մեծամասշտաբ հուզարկություններ, կան ձերբակալվածներ, ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենք զինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ։ Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին դիմել են այսպես կոչված քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցների իրացման հատկանիշներով։ Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվեն հացահատիկ տեղափոխող երկաթուղային վագոններ, ըստ ԱՊԱ-ի այսօր Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկ տեղափոխող 8 երկաթուղային վագոն։ Նշենք, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված վերջին հացահատիկային վագոնները փետրվարի 1-ին են մեկնել։ Երեք Հայաստան է ժամանել 25 վագոն, որոնք տեղափոխել են 1746 տոննա հացահատիկ տարանցիկ ճանապարհով անցնելով Ադրբեջանով։ Մինչ այդ Ռուսաստանից Հայաստան-Ադրբեջանի միջոցով ուղարկվել էր 285 վագոն, որոնք տեղափոխում էին հացահատիկ մոտավորապես 19900 տոննա։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Աբու Դաբիում կայացած Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ եռակողմ հանդիպումից հետո բանակցությունները կներառել առանձին խմբերի աշխատանք։ Հաջորդը աշխատանքներ կիրականացվեն առանձին խմբերով, կոնկրետ ոլորտներում, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների երկրորդ համատեղ համաժամեցում, ասվում է Ումերովի հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին։ Փետրվարի 5-ի գիշերը 7-ից 9 առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ի ցերեկը եւ 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 3-ից 6 մետր վարկյան։ Փետրվարի 4-ի ցերեկը 5-ից 9 առանձին շրջաններում սպասվում է նաեւ քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով, փետրվարի 6-ից 9 աստիճանաբար կբարձրանա 6-ից 8 աստիճանով։